Բարև իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Այսօր ուզում եմ թխեմ գյուղական կատնահունձ նազուկ եւ ուզում եմ ցույց տամ ինչեր ունեմ։ Ունեմ ուրեմն բաղադրիչներս տնական կարակ, արաժան, իմիջայլոց գնել եմ Վանաձորի մեր փակ շուկայից, ծանոթ ունեմ շատ վաղուցվա, միշտ որ գնում եմ իրա մոտից եմ առնում կատնամթերք, կաթը խանութի է, քանի որ ստեղ ես տնական կաթի տեղ չգիտեմ, գնել եմ խանութից։ Մնացած բաղադրիչները ձու, դրոշ, խմորիչ, վանիլին, շաքարավազ եւ ալյուր։ Ուրեմն սիրելիներս, հիմա խմորիչը կլցնեմ կաթի մեջ, կաթը գոլացրել եմ, մի ճաշի գթակ, այսպիսի խմորիչն է։ Խառնենք, թող մի փոքր աշխատի ու արդեն կսկսեմ խմորի պրոցեսը։ Շաքարավազը վերցրել եմ 200 գրամ, չեմ ուզում շատ շաքարավազ օգտագործեմ, ձուն լվացել եմ սիրելիներս, ինչպես միշտ, անհաջող ջարդեցի, օգտագործելու եմ 3 հատ ամբողջական ձու և մի հատը պահելու եմ կաթով երեսը քսելու համար, դեղնուցը կմնա, սպիտակուցը կլցնեմ խմորի մեջ։ Մի հատ շաքարավազի հետ ձուն հարեմ, իմ երեխա ժամանակվա ամենասիրելի տաներից մեկն է և կարելի է նաև այս նազուկը մեջը խորիզով անել, բայց քանի որ նազուկ է, պատրաստենք նազուկ, չդարձնենք գաթա։ Տատիկիս հետ երբ գյուղ էի գնում, իր բարեկամի տուն, հորեղբոր տղայի տուն, փուռ ունեին, միշտ փռում իրանք պատրաստում էին, թխում էին, որ գնում է հորեղբոր տղան ասում էր քաղաքիս երեխեն եկել ա, շուտ արեք, ինչ եք սարքում, քաղաքավարի բան սարքեք, որ իմ երեխեն ուտի։ Ես այդ որպես չուտող երեխա սիրում էի սենց բաները, փռի հացը, փռի գաթա, նազուկ, սենց մի թեթև աղանենք, որ մեր խմորի բալանսը տեղը լինի, սիրելիներս, կգցեմ արդեն կարաքը, մոտավորապես 150-170 գրամ կարաքը, սենյակային ջերմաստիճանի և արաժանը 400 գրամ, քանի որ գիտեք թթվասերից ինքը ծանր է իր յուղայնության հաշվին։ Սառցախցիկ էի դրել, այսօր արդեն հարմար էր պահը, որոշեցի այսօր սկսեմ այս գործընթացը։ Սիրելի հետևորդներ ջան, այս էլ է սենց խառնենք մի լավ թող շաղախվի, ավելացնեմ արդեն կաթը, սիրելի հետևորդներ ջան, ձեզ մի խնդրանք ունեմ, որ անչափ շատ շնորհակալ կլինեմ, որ դիտումներ անեք իմ վիդեոներին, լայքեք և տակը կոմենտներ գրեք,
էջիս տեսանելիությունը թուլացել է, որովհետև դա իմ մեղավորությունն է, որ ուշուշ եմ նկարահանում, այդպես է ստացվել, չենք ուզում, բայց քանի որ օպերատորը շատ է զբաղված, չի հասցնում։ Ես շատ պատահական տանը իրան բռնացնում եմ, որ գոնե մի երկու բան կարողանանք նկարենք։ Ուշուշ, բայց նկարենք։ Ես է վանելինը գցեցի։ Հիմա արդեն կավելացնեմ ալյուրը, որքան հնարավոր է գդալով խառնեմ, իսկ եթե արդեն կծանրանա, արդեն ձեռքով կհունցեմ խմորը, կթողնեմ ժամ, ժամ ու կես ինքը հասունանա, որ ստանանք գեղեցիկ լավ համեղ նազուկներ։ Բնականաբար փռի նազուկ չի լինի, բայց դե գոնե էլի տնական բաներ են, բաղադրիչները կլինի համեղ։ Սելի հետևորդներ ջան, արդեն խմորը հավաքվում է, հիմա մի քիչ կխառնեմ ու արդեն կսկսեմ ձեռքով աշխատելը։ Պետք է ստանանք ձեռքերին չկպչող, փափուկ, լավ խմոր, որպեսզի ինքն էլ լավ փափուկ, լավ խմոր լինի, նազուկ լինի, տնական կարագի ու արաժանի հոտը լավ գալիս է։ Պատկերացրեք, ինչքան համեղ պետք է լինի։ Ճիշտն ասած որոշել էի նաև սարի ագդակ էլ թխեմ, սիրելիներս, բայց քանի որ տնական կաթ չէր, ասեցի դե լավ, մի անգամ է որ կաթ լինի տնական, նրանով է կփորձեմ, արդեն ագդակ էլ պատրաստ եմ։ Ագդակը սարվորներն են, միշտ թխում վարդևորին։ Սարի ամենահամեղ թխվածքաբլիթներից է։ Սելի հետևորդներ ջան, վերջացրեցի խմորը, նայեք, տեսեք ձեռքերին չկպնող, շատ փափուկ, շատ լավ խմոր է ստացվել։ Հիմա ծածկում եմ երեսը։ Թողնում եմ մի կողմ հասունանալու ժամ, ժամ ու կես կնայեմ, տեսնեմ, եթե հասունացած է մի ժամվա մեջ արդեն կհանեմ, կգնդեմ ու կսկսեմ թխելու պրոցեսը։ Սիրելի հետևորդներ ջան, խմորս լավ հասունացել արդեն։ Նայեք, տեսեք ինձ սիրուն խմոր է ստացվել։ Չնայած յուղոտ այնքը խնդիր չկա, բայց մի փոքր ալուր արեցի, որպեսզի ավելի լավ գնդեր անեմ։ Երեք հատ կանեմ, մի քիչ մեծո տեղնի։ Սիրելիներս, թխենք գեղեցիկ նազուկները ու կվայելենք։ Հիմա սենց ծածկենք, 5 րոպե շատ չէ, մնա, երջեռոցը միացնեմ արդեն, սիրելի հետևորդներ, մոռացա ասեմ, վերջապես Վանաձորից բերել եմ իմ կրտնակը, սա հայրս է սարքել, իր շատ երիտասարդ տարիների ժամանակ տատիկիս համար,
Տատիկս բավականին շատ երկար օգտագործել է, հետո մայրս էր օգտագործում ու արդեն ես։ Շատ հիշողություններ կա այս գրտնակի, բաներ կա, որ բերել եմ, հիշողություններ են իմ ծնողներից, իմ տատից ու ամեն ձեռքս կպնելուց հուզմունք համոտս առաջանում որ գոնե սենց բաներ ինչ-որ մնայունա, թողել եմ, մնացել է, այդպես դեռ էլի բաներ կար, որ բերեի ուղղակի հնարավոր չէր տաքսիով բերելը, դա մեծ մեքենա է պետք, որ ես կարողանամ ընդեղից բան բերեմ, ուրեմն ձուն կաթի հետ լավ հարում ենք, որ կսենք մեր նազուկի երեսին, սելի հետևորդներ ջան, մի փոքր մեր նազուկը գրտնակով կբացեմ, կողքերին էսպես նախշեր կանենք, երեսը սենց պատարակաղով զարդանախշ կանենք, մի քանի տեղ ծակծկենք, որպեսզի լավ օդ գնա ու լավ թխի, հիմա ձուն կսենք, ջեռոցը արդեն տաքացել է սիրելիներս, հիմա առաջինը դնեմ թխվելու, արդեն երկրորդը կդնենք, միացել եմ 200 ճան ջերմաստիճանի, սիրելի հետևորդներ ջան, վերջացեցի արդեն նազուկնել, հեսա վերջինն էլ հանեմ, տեսեք, ուղղակի գեղեցկություն, հրաշք, ու ենքան թեթև փափուկ է, էսենց բոքոն է երևում, բայց շատ թեթև ու փափուկ է, անգամ վերցնելուց մատերս խրվում է մեջը, այդ ձև փխրուն, փափուկ, թեթև նազուկներ է ստացվել, սիրելի հետևորդներ ջան, ու էսա մի հատը համարյա հով է, կտրեմ, սիրելիներս, նայեք, դեռ տաք է, սիրելի հետևորդներ ջան, փլվում է, նայեք, այ արտակարգ, անմահական համու հոտ, սիրելի հետևորդներ ջան, խորհուրդ կտամ դուք էլ պատրաստեք ու համտեսեք, էսենց դնեմ, չգիտեմ էլ ոնց դնեմ, որ լավ եղնի, սիրելի հետևորդներ ջան, այս դանակն էլ է հայրիկիս սարքած, իր հիշատակները, այնպես որ պահում եմ սրբությամբ, այսքանը իմ շատ սիրելի հետևորդներ ջան, կհանդիպենք մյուս վլոգին, սիրելիներս, խնդրում եմ, եթե հնարավոր է, խնդրանքս մեկ մերժի, բաժանորդագրվեք, լայքեք և կոմենտներ գրեք, որպեսզի էջս նորից տեսանելիությունը բարձրանա,